Սրտի խորքից փառք Հիսուսին, սիրելի քույրեր, եղբայրներ, Աստված հնարավորություն տվեց, որ նորից իրար երես տեսնենք եւ կգա ժամանակ հավիտյան Հիսուսի հետ կլինենք, ել իրար չենք կարոտի, որտեղ միշտ միասին կլինենք, ինչպես գրված է։ Ես մի հատ կարճ բան եմ ուզում ասել, մի կարճ նյութի մասին եմ ուզում խոսել եւ մենք պետք է աղոթենք դրա համար։ Եկել ենք մենք այստեղ նստել ենք, բայց ամեն մեկի սրտի մեջ երևի 99%-ի սրտի մեջ մի հատ աղոթ կա, մի հատ անհանգստություն կա եւ մի հատ մտածմունք կա։ Էդի որն է մեր երեխեքը։ Ոմանցը այստեղ են, ոմանցը կիսատ են այստեղ, ոմանցը այստեղ չեն ամբողջությամբ, մեկի աղջիկը, մեկի աղջիկները, մեկի տղեկը, մեկի թորները եւ մենք եկել ենք այստեղ, բայց հաճախ ենք միտք անում մեր երեխեքը, որտեղ են մեր երեխեքը։ Սիրելի քույր եղբայրներ, ես վստահ եմ, որ որից մեկս չենք ուզի միայնակ փրկվենք, ինչպես եղբայրն ասեց, երբ որ Տիրոջ գալուստը լինի եւ մենք հափշտակվենք ամպերով Հիսուսին դիմավորելով, մենք որից մեկս չենք ուզի, որ կիսատ գնանք այստեղից, բա մեր երեխեքը։ Եվ ես սրա մասին եմ ուզում մի քանի համարներ կարդալ ու ձեզ հետ միասին աղոթք պիտի անենք մեր երեխեքի համար։ Ես Աստված ինձի անուշ քաղցր երեխեք ա տվել, որից Աստծուց շատ շնորհակալ եմ, եւ որ իմացա առաջի երեխաս ծնվելու է եւ իմացա, որ մենք երեխայի ենք սպասում, մի բան Սուրբ Հոգին իմ մեջ դրեց այն առաջի անգամվա լուրը, երբ որ եկավ քո ականջներին այդ ժամանակվանից աղոթի նրա համար։ Եվ աղոթել եմ եւ աղոթում եմ եւ մի օր մի այսպիսի աղոթ կարծիաս Տեր Աստված, ես այն հայրը չեմ կարող լինել, որը որ դու կարող ես լինել, ինչ կլինի իմ երեխեքի վրա քո աշկ կլինի։ Ես խոստովանում եմ, Տեր իմ երեխեքը փոքր են, որ տեղեր կա, որ ես նրանց կյանքի մեջ հասանելիություն չեմ ունենա, տեղեր կա, որտեղ նրանց չեմ կարող հասնել, բայց ես ուզում եմ, որ դու նրանց երկնային հայր լինես ամեն ժամանակ, եւ այդպես աղոթք եմ արել։ Եվ գիտեմ, որ իմ աղոթքը Տերը լսել է։ Ծննդոց գրքի մեջ գրված է այսպես 7-րդ գլուխ 7 համարի մեջ առաջի համարը եւ 7-րդ համարը պետք է կարդամ եւ Եհովան ասեց Նոյին մտիր դու եւ քո բոլոր տունը տապանի մեջ որովհետեւ այս դարի մեջ քեզ տեսա արդար իմ առաջին սիրելի քույրիկ եղբայր Աստված մի հատ պատվիրան տվեց Նոյին ասեց որ տապանը սարքվել է վերջացել է եւ դու արդեն պետք է տապան մտնես շուտով ջրեղեղ պիտի լինի նա չասեց մենակ մտնես ասեց կմտնես դու քո բոլոր տունը երեխեք հարսներ կին բոլորով եւ 7 համարի մեջ մենք գրված տեսնում ենք եւ մտավ Նոյը եւ իր որդիքը եւ իր կինը եւ իր որդկանց կանայքը իր հետ տապանի մեջ ջրեղեղի ջրերի պատճառով Սիրելի քույր եղբայրներ ամեն մեկս այսօր մեր տապանն է սարքում փրկության եւ այդ տապանը մոտենում է շատերի կյանքում ավարտին բայց այդ տապանը մենակ հո չենք մտնելու այդ տապանի մեջ մեր երեխեքն էլ պիտի լինեն եւ Տերը ասում է ես կարամ այնպես անեմ որ քո երեխեքը մտնեն որ քո երեխեքն էլ քո հարսներն էլ երեխեքիդ ինչպես գրված է կանայ կինդ միասին ընդհանուր մտնեք փրկության տապան մենք հո մենակ չենք եկել փրկվենք Եվ ասում եմ ես նորից շատերից սրտի մեջ երկար տարիների այդ դառ աղոթքը կա, այդ խնդրվածքը կա, Տեր Աստված, ես իմ տնից մենակն եմ, բա ուր են իմ երեխեքը։ Եվ ես ուզում եմ ժամանակի առումով չեմ կարդա այդ տեղը, բայց Հեսուն մի այսպիսի արտահայտություն արեց, Հեսու 24:15-ում գրված է. Եվ ես եւ իմ տունը Եհովային պիտի պաշտենք։ Ինչու էր սա ասում Հեսուն, որտեվ հավատում էր, որ ոչ միայն ինքը, այլ նաեւ իր տունը պիտի Եհովային պաշտեն։ Սիրելի քույր եղբայրներ, եկեղեցու մեջ ծնված երեխեքի համար մի փոքր ավելի դժվար է նրանով, որ նրանք ծնվել են, դաստիարակվել են մանկության ժամանակ, պատանեկության ժամանակ, բայց գալիս է 14-15 տարեկանում եւ մի աշխարհի ուժեղ քամի է գալի։ Մեկ էլ տեսնում ես երեխայի ժամանակիդ գալիս էր կողքդ աղոթում էր, երեխեդ անգամ բարձր էր աղոթում, երեխեդ Սուրբ Հոգով էր աղոթում, մեկ էլ տեսնում ես լռել է ու տեսնում ես մի օր էլ շատ չարաբաստիկ, այսպես ասած լուրով ասում ես էլ չեմ ուզում եկեղեցի գամ։ Եվ մենք նկատում ենք, որ աշխարհի քամին մտել է եւ երեխուն պոկում ու տանում է եւ շատերի երեխեքին էլ պոկել տարել է։ Բայց ծնողներ, ովքեր որ իրանց սրտի մեջ երկնքի պատուհանները ամեն օր
թակում են երկնքի դարպասների առաջ ողբում ամեն օր հոր Աստծո առաջ իրանց երեխեքի համար Աստված մեկ նրանց ետ է բերում ես եւ իմ տունը Եհովահին պիտի պաշտենք սիրելի եղբայրներ Աստված մեզ տապան չի տանելու մենակ Աստված մեզ տապան է տանելու իմ ամբողջ ընտանիքով միասին եւ ես ուզում եմ որ դու որ գնաս տունդ ոչ թե մտածես ասես ինչպես մի քույրիկ ասում է ինչքան խոսում եմ նրա հետ նա ավելի է չարանում ինչքան ասում եմ Հիսուսին դարի քո ճանապարհից նա իմ հետ վիճվում է ասեմ քույրիկ արի այսպես պայմանավորվենք դու նրա անունը տուր եւ Սուրբ Հոգով աղոթք արա դու նրա անունը քո երեխեքի անունները տուր մենք ինչպես աղոթենք ինչ չգիտենք բայց դու նրա անունը տուր եւ Սուրբ Հոգով աղոթք արա եւ կար ժամանակ հետո մեկ իր բոլոր երեխաները վերադարձան եկան այն խաղաղ խաղաղ տապանի մեջ որտեղ դուռը փակվելու է մի օր եւ Տերը խաղաղություն է տալու իրեն հավատացողներին եւ Ելից գրքի մեջ գրված է 12:51 համարում Տերը պատվիրեց որ Եգիպտոսից ելնեք Սաղովի ելնեք մեկ այնտեղ չմնա ես չեմ կարող ելնել երեխեք այնտեղ մնան Ես Եգիպտոսում անելիք չունեմ, իմ երեխեքն էլ այնտեղ անելիք չունեն։ Դրա համար մենք աղոթք պիտի անենք, վերջում հեսա որ վերջացնեմ, մենք աղոթք պիտի անենք մեր երեխեքի համար, որ Աստծո աչքը այնտեղ որտեղ որ մենք չկանք, որտեղ հասանելի չի մեր ձեռքը, Աստծո աչքն ու ձեռքը աշխատի մեր երեխեքի հետ։ Մենք չգիտենք ինչ է կատարվում, բայց մենք տեսնում ենք որ աշխարհը ահավոր կերպով ընկած է հավատացյալ երեխեքի հետևից, որ նրանց որսա, որ նրանց գողանա, որ նրանց սպանի, խեղդի, բայց հավատացյալ եղբոր եւ քույրիկի աղոթքով Աստված պարսպի պես պահում է Փառք Հիսուսին։ Ես հիշում եմ տարիներ առաջ մի քույրիկ մոտեցավ ասեց իմ երեխեն չի ապաշխարում ասի քույրիկ հավատում ես որ Հիսուս կարա քո երեխուն փոխի ասեց իհարկե հավատում եմ ես չգիտես ինչու երկրորդ անգամ հարցը տվեցի ասի հավատում ես որ կարա փոխի նրան ասեց ես հավատում եմ եղբայր ես նորից հարցրեցի երրորդ անգամ ասի դու հավատում ես որ կփոխի Տերը մեկ ես քույրիկ լացելով ասեց ճիշտն ասած չեմ հավատում այն այնքան դաժան է դարե այնքան իր մեջ այնպեսի ինքնամփոփ է դարել լավ էր փոքր ժամանակ մեծացավ ասի քույրիկ մենք պիտի խնդրենք որ Հիսուսը քո երեխուն այցելի եւ իրար հետ աղոթքենք արել հետո այդ տղան ես տեսա որոշ ժամանակ մենք խորը մտերիմ ընկերություն արեցինք ես մի բան եի խնդրում Տեր Հիսուս մենք հանձնված ենք ոչինչ անել չենք կարող մենակ դու կարաս իրան մոտենաս եւ այդ տղան գնաց բանակ եւ բանակում Տերը նրան այցելեց նա այնտեղ Սուրբ Հոգով մկրտվեց նա այնտեղ ապաշխարեց եւ դառավ Աստծո անոթը Փառք Հիսուսին հիմի մենք հավատում ենք որ Աստված մեր երեխեքին կարա ողորմություն անի սիրելի քույր եղբայրներ խոսել ես օգուտ չունի իրանցը վկայել ես օգուտ չունի անգամ վիճվել ես իրանց հետ ավելի են չարացել արի եկեղեցի չի լսել դուրը շղկացրել ավրեդ մամա ինձ հանգիստ թող հեր ինձ հանգիստ թող մի խոսայի մետ մեկը կա որի ձայնը հասնում է ամեն խորքերը էլի Սուրբ Հոգու ձայնը դրա համար անունը տուր ու աղոթք արա եւ մի ծեր եղբայր հավաքում է իր տղաներին 3 որդի ունենում որոնցից 2 եկեղեցու անդամ այն մեկը դեռ ապաշխարած չի եւ որդիներին հավաքելուց անկողնու մեջ այսպիսի բան է ասում է 2 տղաներին ասում է ես ձեզ ցտեսություն եմ ասում որտեվ շուտով պիտի հանդիպենք եւ երրորդ տղան մոտենում ասում է դու ինձ ինչ ես ասում այդ չափ աշխարհած տղան ասում է ես քեզ տղաս մի բան պետք է ասեմ մնաս բարով մենք էլ այլևս չենք հանդիպելու իրար որդին նեղված ասում է հայր ինչու ես այսպիսի բան ասում ինչպես թե մնաս բարով այդ ինչու ես ինձ այդպես ցավացնում ասում է որդիս որտեվ ես միտեղ եմ գնում որ դու այնտեղ չես գալիս բայց եթե որոշես գալու մենք այնտեղ կհանդիպենք իրար այս որդին ընկնում է հոր անկողնու մոտ զղջում է սիրտը տալիս է տիրոջ եւ ապաշխարում է հոր այն խոսքը որ մնաս բարով քանդում է որդու ամբողջ ներաշխարը ես մի համարել եմ ուզում կարդամ Եսայի մարգարության 7-րդ գլխի մեջ 18 համարում գրված է կներեք 8-րդ գլխի 18 համարում այսպես է ասում 8-րդ գլխի 18 ահա ես եւ իմ այն զավակները որ Տերը տվավ ինձ որ նշաններ եւ սքանչելիքներ լինին Իսրայելումը զորած Տիրոջ կողմանե որ բնակվում է Սիոն սարի վրա նորից եմ կարդում ահա ես եւ այն զավակները որ Տերը տվավ ինձ որ նշաններ եւ սքանչելիքներ լինեն Իսրայելումը զորած Տիրոջ կողմանե որ բնակվում է Սիոն սարի վրա հիմա ես ուզում եմ ձեզ հրավիրել աղոթքի ես էլ ձեր հետ միանամ ձեր երեխեքի համար աղոթքին ձեր որդիների ձեր աղջիկների ձեր հարցների համար եւ աղոթ բարձրացնենք Աստծուն որ Սուրբ Հոգին խոսանա անց սրտերի հետ